հույսը եւ հավատը մարդկանց բնական ձգտումներն են։ Հույսը, որ ամբողջը կլինի բարի, եւ հավատը առլույս։ Եվ հենց հույսը եւ հավատը պահում են մարդկությունը դարեր շարունակ, տանելով մեզ պատմության դաժանագույն էջերով։ Ամենածանր ժամանակներում հույսն էր մեզ պահում, որ ամբողջը կուղվի եւ ի վերջո կլինի լավ, եւ հավատը պահում էր մեզ ամենածանր արհավիրքներում։ Եվ սակայն ամբողջ այդ ընկալումներով հանդերձ մենք հասկանում ենք, որ երբեմն չարիքը կարող է լինել այնքան մեծ եւ ծանր, որ իր բեռի տակից շատ դժվար է շարունակել փայփայել հավատը եւ ունենալ հույս։ Շատ դժվար է դրա բեռի տակից դուրս գալ, որովհետեւ ծանր ժամանակներում հույսը սկսում է անհայտանալ եւ հուսահատությունը ներթափանցում է մարդկանց սրտերը։ Եվ հենց այդպես է այժմ մեզանում, երբ որ Հայաստանում ծանրագույն իրավիճակ է ստեղծվել, երբ որ Հայաստանի իշխանությունները ծառայում են չարիքին, արտաքին վտանգները բազում են, իսկ ժողովուրդը ճնշող մեծամասնությամբ անջատվածության մեջ է, մասամբ խորքային դեպրեսիաների եւ հուսահատության, իսկ մասամբ անգամ ցնորքների հասնող։ Եվ այդ ամբողջ ֆոնին իրոք դժվար չէ ոչ միայն հուսահատվել, այլ անգամ կորցնել հավատը։ Բայց օգնությանը մեզ մշտապես գալիս են արտահայտություններ հին ժամանակներից եւ ել ավելի սուրբ տեքստերից, որոնք օգնում են մեզ ամուր մնալ եւ զգալ, որ լույսը երբեք չի մարի։ Եվ այդպես տեսնենք, թե ինչ արտահայտություն մենք ունենք այսօր։ Մենք ունենք շատ երկար հատված Սաղմոսից։ Մինչև երբ, ով Տեր, մինչև երբ պիտի պարծենան մեղավորները, հոխորտալով անիրավություն բարբաջեն։ Տեր իմ, նրանք չարչարում են քո ժողովրդին եւ ճնշում քո ժառանգությունը։ Սակայն ուշքի եկեք հիմարներ եւ անմիտներ, Տերը չի մերժի իր ժողովրդին եւ չի անտեսի իր ժառանգությունը, մինչև որ դատաստանն արդար դառնա, իսկ արդ, ով ինձ հետ պիտի ելնի չարամիտների դեմ, ով ինձ հետ պիտի կանգնի ընդդեմ անօրենություն գործողների։ Տերն է իմ պաշտպանը, իմ Աստվածն է իմ ապավենն ու իմ հույսի վեմը, եւ նա կուղի նրանց դեմ իրենց իսկ անօրենությունը, իրենց իսկ չարությամբ կկործանի նրանց։ Հատված Դավթի Սաղմոսից։ Սաղմոսած գիրքը Սուրբ Աստվածաշնչի 5 կտակարանի կանոնական գրքերից մեկն է։ Սաղմոս բառը նշանակում է աղոթք, օրհներգություն, հոգևոր երգ, նաև նվագարան։ Սուրբ Հոգու ներգործությամբ Սաղմոսարանը ստեղծել է Դավիթ արքան, ուստի Սուրբ գրային ավանդության մեջ Սաղմոսարանը կոչվում է նաև Գիրք Սաղմոսած Դավթի։ Մեջբերվող հատվածը 93 Սաղմոսից է։ Եվ այսպես այս հիանալի Սաղմոսը ամբողջը իր տեղն է դնում։ Եվ իրականում հենց այդպես է մեզանում այժմ, երբ որ անօրենություն գործողները ոչ միայն գործում են անօրենություն, այլ նաև փորձում են թաքնվել տարբեր սուրբ արտահայտությունների եւ իբր թե բարի վկայակոչման յետևում, բայց հենց այդ ժամանակների համար եւ նման մարդկանց համար ասված է իրենց պտուղներով կճանաչես նրանց։ Եվ մենք ճանաչում ենք այդ ամբողջը։ Մենք գիտենք այլևս իրենց մեղքերը։ Մենք այլևս հասկանում ենք, որ ամբողջ ինչ որ կատարվում է, ծառայում է չարիքին։ Մենք տեսնում ենք դա, հասկանում ենք դա, բայց մենք չենք հուսահատվում հենց այս եւ մյուս նման սուրբ տեքստերի շնորհիվ, որովհետեւ մենք հասկանում ենք, որ այլևս բոլոր չարագործների չարիքը չափված է, կշռված է եւ հաշված է, եւ շատ մոտ է ամբողջի հատուցումը, եւ մենք հասկանում ենք, որ միգուցե այդ մոտ է, չենք տեսնի մենք, բայց մենք վստահ ենք, որ այնուամենայնիվ կտեսնենք, բայց նույնիսկ եթե ոչ այդպես, միևնույնը մենք գիտենք տիեզերական օրենք,
եւ չկա ոչ մեկը, որ կկարողանա թաքնվել որևէ տեղ։ Իր իսկ պատճառը հետևանքային կապի պատճառով իր իսկ չարիքի համար հատուցումից։ Եվ հասկանալով դա, մենք ապավենում ենք բարձրագույն դատաստանի, եւ մենք գիտենք, որ դա լինելու է, եւ մենք գիտենք, որ պատասխանը շատ մոտ է, ու մշտապես յուրաքանչյուր չարիքը պատժվում է, հենց հանուն դրա, որ լույսը երբեք չմարի։